Սիրելիներս ողջույն, ինչպես եք, մենք լավ ենք ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք, դե ինչ ժողովուրդ մի հատ լնայք ես ուրեմ տեսակ ինձ Արմենը թողեց ավտոյի մեջ, ասեց նստի մի հատ դու էլ լավ լվացվի, լողացի կակրաս ասեց փողա ծախսում եմ ավտո լվում, դու էլ մտի լողացի հելի շոքա դուրսը իրականում, ասեց դու մնա ավտոյի մեջ, ասի լավ, ես կմնամ ավտոյի մեջ, հելա գնում ենք մեր աղջկան, մեր կոլածին, մոլորվածին տուն բերենք, հենա գրելա մի քիչ առաջ, ասում եմ մամ, ինչ կա, ինչ եք անում, ինչ վախենալու է ժողովուրդ, ասում եմ մամ, ինչ կա, ինչ եք անում, ես էլ իբրև թե մոռացել եմ էլի, որ պետք է իր հետևից գնանք, ասում եմ, պատրաստում եմ մի բան սարքեմ վլոգ անեմ, բան, ասես ասի, մոհան բաբան մոռացել են ինձ, դեն ժողորդ, հիմա մեքինան մի հատ լվանք, ստեղ անձրևներ էր եկել, մի խայտարակ ցեխ էր նստել մեր ավտոյի վրա, ոնց որ մի 150 տարի էս ավտոն լվացված չներ, այդ ինչ ավտոտ, այս ինչ փոշոտ օդ հա, մենք ես ինչ ենք շնչում ժողովուրդ, մենակ այդ դեպքում ես հասկանում, թե ինչ աստիճանի օդը աղտոտված է, այս ամեն ինչ որ կատարվում է մեր աշխարհում, մեր շուրջ, այդ ամեն ինչը նստում է, թե օդի մեջ, թե բանջարեղենի, թե մրգերի մեջ, այն օրը մի կին էր խոսում ու իրոք իրավացի բան էր ասում, որ այս տարի հատկապես այս Իրանի պատերազմը, այս ամեն ինչ որ կատարվում է, շատ վատ հետ կա թողելու մոտակա կողքի երկրների բուսականության վրա ու այդքան էլ առողջ ոնց են ասում բանջարեղեն ու մրգեղեն չի լինելու իրականում, որովհետև այդ ամեն ինչը նստում է այդ ռադիացիան հետ մի խոսքով չխորանանք, բայց դե դուք հասկացաք ժողովուրդ փորձեք միշտ մրգերը բանջարեղենը մի լավ լվանակ, նույնիսկ կեղևա հաստ մաքրեք, նոր ուտեք, իրոք բանջարեղենի մասին էլ խոսք չկա, մի հատ նստեմ ինձ ատակա է արել ես Արմենը գա ասեմ, բա ինձ խիդապ չլված, ես չլվածվա այդ են ժողորդ մի վարկյան մտնեմ նանիկը ինչա գրել, շարունակեմ ասում է չէ, վլոգ չանես խոհանոցում ասում է վլոգ չանես ասում եմ, բայլ որ տանեմ, որ խոհանոցում չանեմ Տենց ուրիշ տենց նորություն չկա, երեկվա վլոգը նայել եք, տեղյակ եք, որ ես ինձ երկու բուջուրիկի դայակ էի զգում, շատ լավն էին, Մարյանան գրել ասում է քեզ լավ տանջել են, ոչ Մարյանա ջան, ինձ ոչ մեկ էլ լավ չի տանջել, նորմալ է, բա երեխային, բա պետք է աշխուժ լինեն, ասեն, խոսան, վազվզեն, մենք ենք տենց, այդ երեխեքը տենց չլինեն Այդեն ժողովուրդ գնանք, էլի նույն տեղն ենք գնում, որ տեղով, որ մենք անցել էինք ու ասում էինք Հայաստանի բնության նմանակ, փորձեմ էլի նկարեմ, տեսնենք, եթե ստացվեց միգուցե մի քիչ շրջենք այդ մոտակայքում, տեսնենք ինչ կա, ինչ չկա, ձեզ էլ ցույց կտամ, իրականում ուզում էի մտնեինք կողքի քաղաք, Պերուժ, տեղ նկարահանվել է 3 հրացանակիրների ֆիլմից մի քանի դրվագներ, դե եկեղեցիում, դրվագներ նկարվել մի խոսքով, ուզում էի գնայինք քաղաքը ցույց տայի, մենք մի քանի անգամ եղել ենք Պերուժում, հենց զուտ ման գալու նպատակով, բայց այսօր կասկածում եմ, որ կմտնենք, տեսնեմ, եթե ժամանակը ներեց, ապա ուրեմն կմտնենք, հեսա նանիկին գրեմ մի հատ կոնկրետ ճշտեմ մենք քանիսին, իրան պետք է արդեն ընդից վերցնենք, նոր կորոշենք, որտև դե Արմենը գործի էր, միջև Արմենը գործից եկավ, միջև հաց, մաց, կոֆե, մոֆե պատրաստվել է դա, եմ որ ասում ժամը ժամից անցավ, Արմենը ստա, իմ համուսնյակը են, ուզում ատենա լավա լվացվի ավտոն, թե չէ, հա դե ձերքի լվացած հոչի, Պարզա, որ նույնը չի լինի, ոնց որ դու քո ձեռքով լվանաս, էդի պարզից էլ պարզա Հա, գոհ ես? Հոտ եմ թապ տալու ադուքին Ժետոն ավելացը? Չէ Ես երևի սամոնը թողել
Համել բարև ձեզ։ Միացրել ես, ողջույն։ Միացրել եմ։ Բարև։ Արագ լվաց, լավ էր։ Տանջեց շատ։ Ֆեսյո, գնացինք։ Ես էլ իմ ռեմենը գցեմ, Արմենը հասցեն գրի։ Երաշտությունը միացնենք ու ընկնենք ճանապարհ։ Սիրելիներս, գիտեք ինչ նորությունով եմ եկել ես այսօր ձեզ մոտ, դե ինչ ժողովուրդ, դուք Մելինեին ճանաչում եք, բազմաթիվ անգամ խոսացել եմ, բազմաթիվ անգամ ասել եմ, որ նա ուղղակի հրաշք է, թե իր գործունեությամբ, թե ընդհանրապես մարդ տեսակով, եւ եւս մեկ անգամ նա որոշել է մեզ պարգևի լիաթոք ծիծաղով երեկո, կոնկրետ մայիսի 5-ին Լիոն քաղաքում։ Սիրելիներս, եթե ապրում եք Լիոնում կամ Լիոնի մոտակայքում, ամսի 5-ին հանդիպում ենք ֆիլմ դիտելու։ Դե ինչ, թողում եմ Մելինեին իր խոսքը ասի։ Սպասեք, տեղ չգնաք, կարևոր բան ունեմ ասելու։ Սիրով ուզում եմ ձեզ բոլորի տեղեկացնել, որ կրկին փորձիր գեղարվեստական, երգիծական, գարնանային, գունեղ, համով հոտով ֆիլմը կլինի նաև Լիոնում մայիսի 5-ին 20:00-ին եւ ունենք նաև հատուկ հյուր Գարիկ Պապոյանը եւ Մարիաննա Վարդանյանը կանեն մեր ցուցադրության բացումը, այնպես որ շտապ եք ամրագրել ձեր տոմսերը, իսկ ես շտապում եմ գնել իմ տոմսերը, կհանդիպենք Բրինյայում։ Սիրելիներս, մի փոքրիկ գովազ իմ ալիքում, գիտեմ, որ սովոր չեք, բայց ինձ թվում է ինձ սիրելով, անպայման կդիտեք ու անպայման, եթե հնարավորինս լինի, կաջակցեք։ Դե ինչ, գիտեք շատ լավ, որ Սերինը սիրում է մեր հայրենակիցներին աջակցել, ովքեր գտնվում են հայրենիքից հեռու, հայրենիքից դուրս։ Դե ինչ, այսօր ուզում եմ խոսել մի նորաբաց խանութի մասին, որը գտնվում է Նիմ քաղաքում եւ իհարկե մեզ ներկայացնում է բազմաթիվ ապրանքանիշեր հայկական, ռուսական եւ եվրոպական։ Սիրելիներս, խանութը նոր է բացվել մեր հայրենակիցների կողմից եւ եթե մենք լավ հայ լինելով կարող ենք աջակցել մի փոքրիկ գնումով, ապա ինչու ոչ։ Դե ինչ, հասցենք թողեմ ներքևի հատվածում, եթե դուք ապրում եք մոտակայքում կամ ինչու ոչ հենց Նիմ քաղաքում, կխնդրեի այցելել եւ աջակցել, որպեսզի մեր հայրենակիցների բիզնեսը ծաղկի եւ բարգավաճի։ Եթե ուզում եք մեկս մյուսից թերթիկունք լինել, ապա դա ճիշտ ժամանակն է, չէ՞ որ մեկս մյուսից օգնելով մենք ավելի հզորանում ենք եւ ուժեղանում ենք։ Եվ մի խնդրանք է, երբ որ գնաք այդ խանութ, գնումներ կատարելիս շատ կխնդրեի, որ ասեք, որ Սերինեի հոլովակից եք ճանաչել եւ եկել։ Դա պարզապես ինձ համար մի բոնուս է, որը ինձ հաճելի կլինի իմանալ, որ իմ գործը իզուր չէ։ Շատ շնորհակալ եմ։ Ինչ, սպասել եմ, որ գնանք։ Կապույտ աչքենդ մունջ Արվեց օքից կոմ համպյորից Արվեց ու մոխրացա Ու աչքերի մոտուսան Երվեց գիշերն այս ամտապանց Ու ես դարձա վարով միացվող ու խոչվեցին մեր հացքվերը խաժուտ ապույտ եկիքների Մաղց ինձ համար օգիտ իմ սեր ներ համար ու սիրո գույզեր Մենք դեռ ճանապարհին ենք ու մենք դեռ ունենք 40 րոպե մինչև հասնենք Serrez à gauche vers 2075 en direction de Genève. Ցանումներ կան։ Մի քիչ ներվային ասած մարդիկ կան։ Ջղայնացել են։ Dans 1,2 km.
prenez la deuxième sortie sur D36 C'est en en direction de moka, չի Nantua. կարելի։ Հա, դրա համար խելոքացավ անգամից։ Գործից ես ելել, ոչ հոգնած ես դրանից։ Բայց մի քիչ ներվայից։ Ես ամեն օր գործից եմ Ես էլեկտրես չեմ, ես հանգիստ եմ ամեն ինչ տանում։ Dans 500 mètres, au rond-point, prenez la deuxième sortie. Ես հանգիստ եմ, արձակում ես նավիգատորի վրա։ Մարդա մեկը ծուրա կժում, մեկ ուղիղ է քշում։ Մյուսը այն օծիկի նման ալու երևաց, քամից ես տանում բերում։ Ֆրեշ։ Պետք է մի քիչ թեթև նայեք։ Au rond-point, prenez la deuxième sortie sur D36 en direction de Nantua. Արմեն, ասում եմ, կմտնենք։ Մտնենք մետ կոֆե խմենք։ Չվայ մտնից պետք է էփեի հետներս վերցնեի, գիտես չէ։ Այդ քանի որ չեմ վերցրել, կարելի է մտնել միտեղ խմել։ Մեկը, բայց կարես արդեն կպուտես։ Ու ես անոնց Dans ոգևորվել 2,3 էի։ km. Au rond-point, prenez la troisième Καλώς sortie դուք sur սկապել էի, կասում D36 en սարքել direction էի։ de Nantua. Իվան դանացի կապ։ Ես մարդը կոնկրետ ուսում ենք տեղափոխվենք Նանիկի ստաժի տեղը։ Այն օրն ասում եմ Նանիկ, ես պապան գալու ենք քո սենյակում մնանք մի հանձնի։ Ասում է այդ սենյակը հիվանդների համար չի։ Ունեց որ դու դոկտորը պիտի տենաս դի հիվանդների համար չի։ Կեք շրջաններն են շատ սիրուն այս տարածքը։ Դուրին շույս և դուրից է Թող մարի խավարայց Թող տոչի ովելադա Կամինի հույս է վավա Իսկ է Սիրտս արցակուրտ է։ Ծորերը տեսա իշա։ Բայց ոչինչ որ նոր բան է, արցակուրտը բրծավ։ Շապատ Падարց մինուտочка։ Էդի արցակուրտ։ գնացել չի բրծել։ Էդի արցակուրտ չէ Արմեն Հովանեսյան։ Դե ուրիշ բան։ Էդի ռոդեմաղաժ էր։ Ոնց են ասում հայերեն ռոդեմաղաժ։ Ռոդեմաղաժ։ Au rond-point, prenez la troisième sortie sur D36 Բան է en անում էլի, direction ոնց de որ Nantua. ուժերս է վերականգնում։ Դա արցակուրտ չենք կարող կոչել։ Արցակուրտ ես նկատում եմ, որ ինչ որ տեղ գնայինք միասին։ Լսում ես։ Բայց ես չի հիշում էս։ Նե, ձեր չի տալի, չի լսում։ Չես ոնց է ուրիշ չի։ Դե, ինա դրանում։ Դուրս։ Dans 700 mètres, au rond-point, prenez la troisième sortie sur D36 en direction de Nantua. Արմենից հեռու չի։ Ինչքան հիշում սենց դեր չի։ Արմենից հեռու չի մեզ կորցնել։ Արմենը շատ հանգիստ կարա մեզ տանի կորցել։ GPS մեկ ուժ ծրվական։ Ուզես մի հատ կանգնես մի հատ նայես, հաստատ, հա, դերով։ Բայց մենք թեման չփակեցինք միջով։ Ոստես լրենք մտանք գյուղերով ենք։ Առաջից գյուղերով չենք։ Ես ինչ։ No, կար, եսամանել կար, էնուսից էլ կար։ Չէ, հիշում ես առաջ անգամ սից գյուղերով չկներ։ Հա, ճիշտ է։ Բայց հավես է։ Այդ 30։ Այս մարդը կոնկրետ էսօր որոշել է 150 արագությունով քշի 30 իրան ձեռքի Police տալի։ signalée sur votre trajet. Լեսար ասում է փոլիս կախելոք մնա։ Կբլնի կդուգանի։ Ինչա։ Գալետ չենք ուզում, կոֆե ենք ուզում։ Այ կարող ես դե փոքրիկ ինչ որ կոֆե խմելու տեղ, գիտես։ Հələ։ Գասկով մենք հանգստանալ թեման հələ չենք փակել։ Ես փակել։ Ես չեմ փակել, ես հələ բացել եմ։ Au rond-point, prenez la troisième Ուր էր sortie մեզ sur տենց բախ։ D36 en Իրոք շատ direction de միլիցիաներ Nantua. կան, այք շորտ։ Ժանդարմներ, ուլոլոլոլոլո։ Մեր աղջիկ ուզում է սրանցից դառնա։
Սրանցից դառնա։ Շիշ լավ տեղանում ենք ես այգի։ Հա։ Մտնենք։ Խափում է, ամենակամասմա մտնենք չենք նամա։ Au rond-point, prenez la première sortie sur C'était l'A36 en direction d'Hauteville-de-Metz. Հա, շատ է։ Ժանդարները։ Տոներով չտեսար երկու մոտ։ Հա, տեսա։ Ժանդարները հայրեն ոնց է։ Ինչ ոստիկան, վայնի ոստիկան։ Բա ինչ են կոչվում իրանք։ Իրանք առաջ եղել են վայրիների հետ զինվորականների հետ, Զինվորական։ բայց հիմա ոստիկանների հետ են։ Ոնց էր հիմնական ռայոններում է գյուղերում բանում ժանդարմներ, իսկ քաղաքում պոլիսն է։ Բայց ժանդարներից ավելի են վախենում, ինչի է այդպես։ Պոլիս նասիոնալը ժանդարմը եղել է պոլիսների ոնց էր միլիցեքի բանակը։ Դե ես միշտ լսում եմ, որ ասում են մենակ ժանդարմի ձեր չընկնենք, էդի լսել եմ միշտ որ դրա համար իսկ մեր խոսքով իսկ մեր փոքր աղջիկ ուզում է դառնա ժանդարմ։ Այ կդառնա թե ոչ ժամանակը ցույց կտա։ Հələ որ ուզում է։ Քո աչքերը ծով են կապույտ Դու կանաչ ես ու ծաղկուն Դու ժպտում ես արևաշող Քո շուրթերն են վարդակույն Քեզանով է կյանքը խնդում Քեզանով է կյանքը խնդում Քեզանով է մեր ջանիկ Քեզանով է մեր ջանիկ Մի կյանք ունեմ նվիրեմ քեզ Խաղ ունեմ նվիրեմ քեզ Մի հեռանա ինձանից Բայց ափսոս չեմ կարող Գտնել սրտիդ բանալին Քեզ սիրեմ, քեզ շոյեմ ամուր սեղմեմ իմ դոշին Իմ տանջան, իմ սերը պատմեմ համայն աշխարհին Քեզ սիրեմ, չսիրեմ, աղ չգիտեմ ինչ անեմ Սերս պատմեմ վարդերն անուշ Սերս պատմեմ վարդերն անուշ Սիրո չափը իմանամ Սիրո չափը իմանամ Ինձ հետ երկեն անուշ հավքեր Ինձ հետ երկեն անուշ հավքեր Առանց քեզ ոնց դիմանամ Առանց սիրել այս աշխարհում Առանց սիրել այս աշխարհում Ինձ համար էլ կյանք չկա Էլ չեմ կարող, էլ ուժ չունեմ Աղ չգիտեմ ինչ անեմ Բայց ափսոս չեմ կարող գտնել սրտիդ բանալին Քեզ սիրեմ, քեզ շոյեմ ամուր սեղմեմ իմ դոշին Իմ տանջանքն, իմ սերը պատմեմ համայն աշխարհին Քեզ սիրեմ, չսիրեմ, աղ չգիտեմ ինչ անեմ բարեկամ Բայց մի տղակա աչքերը թախջող Կարծես կանչում է նա դեպի իր մոտ Հայ ես դու, հայ եմ ես, հայ ես դու, հայ եմ ես Վաղ քո ցավը
տարապերում Մենակ աղջիկ եմ սերս եմ փնտրում Բայց օտարները ինձ չեն հասկանում Կյանքս անցնում է, անցնում սերս չեմ գտնում Հայ ես դու, հայ եմ ես, հայ ես դու, հայ եմ ես Պախքո ծավը տանեմ ես Հայ ես դու, հայ եմ ես, դու հայ ես, ես հայ եմ Պախքո ծավը տանեմ ես Ես անույս թափխարում ասա Հայց առավել քեզ ընկեր չկա Արի միանանք բախտներս կապենք Օտար աշխարհում ուրիշ ջահ չունենք Հայ ես դու, հայ եմ ես, հայ ես դու, հայ եմ ես Պախքո ծավը տանեմ ես Հայ ես դու, հայ եմ ես, դու հայ ես, ես հայ եմ Պախքո ծավը տանեմ ես Մենք հենց գնում ենք Բայց այս անգամ մեզի մեր նավիգատորը Ուլալա, չեսի պետք է դուք տենաք Մտնայք ես սիրուն կովիկներին Ապա տարին 12 ամիս կանաչ խոտ են Սենց տեղ ով էլ ապրի, դա սիրուն կով կլինի Ես կենտանիների մասն եմ ասում Իրոք, բա իհարկե այս թարմը կանաչ խոտը ծաղիկները ուտում են դրա համար էս սիրուն թոթոր կովիկներ են Որ Հայաստանի կողմերի որ մեկ յուղերով անցնում ես Նույնը չորացած Իհո Օխ, մեկ մեղքս գալիս են իրոք, որ համեմատում ես Այս մասի ես հիշում եմ, որ գրած է կյախով Այո, ես կարում քոյտնի ինձ գրած կամ Այո, այո Ինչ ուզում ասեմ, մեզի մեր նավիգատորը այս անգամ լրիվ ուրիշ ճանապարհներով բերեց Բայց սիրուն էր, ճիշտ ասեմ սենց էր Բայց սաղ չորս կողմը դաշտ էր, ծառ էր, քաղաքապետարանն հանգիստ տեղ էր, հավես էր Ոստը ոչ մի տեղ չկոր կանգնելու Մենց որ մենք չենք իջել, չենք ոտներներս ձգել, Արմենը չի ծխել արդեն Չքան, մի ժամ? Մի ժամա թողատոտոր չտաս Ես համերը հասնում ենք մնանց 14 րոպե հասնենք Նանիկին վերցնենք Չգիտեմ իրանց քաղաքում սիրիման գալու տեղ կա թե չկա Եթե Նանիկը ասի կա կարող է իշնիկ մի երկու քայլ ոտքով քայլեն Եթե չէ հետ կվերադառնանք Բայց կարող է Չկա թե չես ուզում Քաղաք չկա, դե մենակ կազինո կա, կարաս խորհուրդ բաներով կազինո Չէ, ես այդ կողմից լոտոներից, մոտոներից անբախտ Հետաքրքիր է ինչի եմ Անիմաստ մարդ եմ Գյուղում տարել է կազինո դերել Տատիկների համար, ար Բայց ով, շատ մարդ չկա Դե ինչքան կա երիքա էլի, իրանք խաղում են Ստեղի թոշակառուները կյանքը վայելում են Իրոք վայելում են Փոքր գյուղ Չուս կարող ասես, կարող կողքի գյուղերից են գալի Ամեն դեպքում մեր տատի պապիների նման չեն ապրում Ստեղի տատի պապիները
մաքսիմալ վայելում են ինչքան որ հնարավոր է։ Նույնիսկ ծերանոցում էլ, երբ որ ծերանոցում են, էլի իրանք վայելում են։ Հենց որ բայց չէ, ես կազինո չեմ ուզում։ Ես կազինո բախչուն եմ, ես էլ կկրվեմ։ Իսկ լոտո չեմ շահում, որ մնաց կազինո։ Нет, просто մանգալ, հայլե, քաղաքին է։ Հեսա նանիքին կարծնենք։ Եթե կասի հա, հելնենք, եթե կասի չէ, ուրեմն սուսի պուսի կգնանք տուն, ուրիշ ընտրություն չունենք։ Գիտեմ սիրում ես ինձ ու լալիս ես ակուն սիրելիս հերու հերվում ավան նրա գրքում բայց դեռ ինձ ես գրքում սիրելիս ինչո ասա ինչո Երկում ես տխուր, ես ամ գալիս քեզ յուր սիրելիս հերու հերվից Միայն երազ երկով, վախ երազի հետքով սիրելիս Ինչո ասա ինչո Գիշեր կարե առանց քեզ իմ սերը դկար է առանց քեզ վարսեր դաշքերը կանչեր դայրում են ինձ Մնաց մեկ րոպե սարերով, զորերով, նանիքնազավ, ասել եմ ինգի կասնենք, են աղող ինքնազավ Դուք տուր մի աղջիկա Անջատ եմ պատասխանի Մենք հասանք հեսա նանիկը գա ու գնանք Սորնը հա, բայց ստեղան, չէ? Սորնը տաստը Ինչ արը? Պես ներկան ես դի No Նուրպիկ ավտոյա Այդ կարիերասն ինչ է, որ ներկա թրցնում Ես էլ այ եսա Ճոնոպորին ենք հոն յոսոմոնի ծար տեսա ես Այդքան յասամոն կյանքում չէի տեսե Ֆրանսիայում Սասաման, Հե? Էսի չէ Էսա նայեմ ասեմ, բայց սպասի No, էսի յասաման չի չէ Էսի յասամանի տնազնա Բայց նրանք յասաման էին Բայց դեն ես տեղեր էր, որ չէին կարա քաղային Տիտիկների ձեն ինչ լավնա չէ Էթան կլեին կոմոտեն են կիշկա Բայց ծուրտ աստես գում ես Սորնոստ է, մեր մոտ շոտ էր Ստու չուտա, իմ համար ծուրտ է Չէ որ ստենք տեղը երևի թե Հələ հելնենք ստեղից դեզի ցույց տամ մի հատ տարածք Փոխինալու է Ուլալալալալա Վաու, չէ վախենալու չի, ինձ թվում էր վախենալու է, բայց չէ Տիկներից են Հիմա կգա հեսա, բաները տա, վերջերը վերցնի կա բայց վեշերը կազմա բերի Հա մի հատ ճամպրուկն է էլի Մենք կանգնեցինք, մի բաժակ սուրճ խմենք, ճանապարհը շարունակենք, ստեղ լինում է որ տրասաներին ամեն կես ժամը մեկ է ինչ է, քանի կիլոմետրը մեկ Տենց վայրեր կա, որտեղ կարող ես կանգնել, հանգստանալ, սուրճ խմել, հաց ուտել մի խոսքով Հիմա գնում ենք արագ մի հատ սուրճ խմենք ու ճանապարհը շարունակենք Այս էլ սուրճի տարածքն է Այս Արմենը կա Սուրճը ընտրենք Այստեղ էլ կարելի է նստել ու սուրճը վայելել Ստելիքը սենդվիչներ կա Տեսնենք ինչ ենք անում Ինչև նանիկը իրա սենդվիչ է իրան վերցնում Բուտերբրոդ Ասեցի նկարեմ ձեզ ցույց տամ Այստեղ սենց նվերներ ավելի շուտ էր Երևի թե պեչենիների տեսականի կա Այստեղ Փոքրիկ խանութ է շատ Ընդհանրապես ավելի մեծ տեսականի ենք ունենում Բայց Այս ինչ է Իս չորա Ասեցի վերցնեմ, բայց չորա Այս իմ կակաուն է Արմենը հելավ դուրս ծխելու Նասկիներ Շերի, սիրելիս
Բիշետ, խեղճս։ Ինչ էլ անուններով նասկիները։ Ստեղ ինչա կողպեկ մողպեկ, ավտոմեքենայի համար ինչ-որ բաներ։ Ստեղ սոկեր։ Այս պաստաբոքսերն էլ են համով աշխատանքի տեղը, սրանցից մեկ-մեկ առնում եմ, ուտում եմ, որ շատ եմ սոված լինում։ Ջրեղեն, բայց ավտոյի մեջ ջուր կա, ու Նանիկը չէր տեսել, որ ստեղ էլ սենդվիչներ կա, չնայած ինքը տաքացնովին ա վերցնում, տաքացնող սենդվիչ ա վերցնում, ստեղ էլ չիպսեր, միպսերն ա, վсё, գնացինք։ Վերջ գնացինք մենք ժողովուրդ, Նանիկը սպասում ա վերցնի ու գնանք։ Ժողովուրդ, ես իմ կակաոյով շոկոլադով Արմենը իր 2 գրամանոց կոֆեն խմավ իրոք 2 գրամանոց էր, մեծ բաժակով չկար այնտեղ խշխշոցն է, որ ձենակար է, Նանիկն ա բկլիկություն անում բլթունջ ա ուտում, բլթունջ համովան է? Համովա Всё, ամեն մեկս մեր ուզածը վերցրինք, եկանք նստանք, հիմա ճանապարհը շարունակում ենք, ունենք մի ժամ ժամանակ, որ հասնենք գնանք տուն մեր տնական համով հոտով կոֆե խմենք, էսի ես ենքան որ զբաղվելու համար ճանապարհի կոֆեները ես չեմ սիրում համով չի համաձայն ես համովա սիրեցիր ես չեմ սիրում տեսա ամեն դեպքում մեր տան կոֆեի համը չունի Ամանավոտ մեր հա մենք շատ թունդ ենք շատ թունդ ենք Եթե դուք թունդ կոֆե չեք խմում, մեր տուն հյուր չգաք Ձեր սիրտը չի դիմանա Հայաստանը որ մամայի քրոջս համար կոֆե էպեցի Հիշում ես Նանիկ Սիրտս էսակելիք փոխնես Հենց տուն կոֆե էպե Հենց որ Всё, գնացինք Ոյ մենք հասանք տուն Նանիկի ճամպրուկը Մի հատ մեր են ասում տնական համով հոտով կոֆեն դնենք բայց չգիտեմ կործեմ աղացած չկա երևի թե պետք է աղամ հա թե կա աղացած կարող է հերիքացնեմ մի հատ կոֆե խմենք թարմանանք խելքի գանք իդեպ գրել էիք նախորդ վլոգի տակ, որ երեխաներին բալկոն չթողեմ, կարող է կախվեն ընկնեն, մեր բալկոնը ժողովուրդ հեսա գնանք ցույց տամ։ Մեր բալկոնը նենց ամուր է փակած, որ շատ ու շատ ապահով է ամեն տեսակետից, ինքը երկաթից, նայեք ինչ հաստ փակած է, վերևը ամրացրած է մինչև վերջ, ու ինքը բիտոնի մեջ կրակած է։ Արմենը հատուկ պիստոլետով բիտոնի մեջ կրակել է այնպես որ ոչ մեկ դուրս չեր ընկնի հաստատ թե չէ ես հո հիմար չեմ երեխեքին մենակ թող դուրս թողեմ մենք կատու ունենք տունը մեր կենթանիները ժողովուրդ մեր երեխաներն են ոչ մի տարբերություն ու իրանք ամբողջ օրը բալկոնում են գտնվում Դրա իսկ պատճառով մենք մեր բալկոնը նենց ամուր ենք փակել, բանտարկել ենք։ Սկզբից անսովոր էր մեր համար, չես կախվես դուրս նայես, բայց հիմա սովորել ենք արդեն ու թռչուններն էլ չեն կարողանում բալկոն մտնեն, աղունիկները հատկապես ավիրում էին մեր բալկոնը ժամանակին, ես էլ որ վախենում եմ թռչուններից, էլ չասեմ, ինչ ստրես էի ապրում։ Նենց որ մեր բալկոնը ամուր փակ է։ Էդի գտենց ջրի վերաբերալ, որ գրել էիք ջուրը կրանտից եք խմում, այո, Վենեսուի ջուրը շատ լավն է ու մի պահ լինում էր, որ գնում էինք, բայց հետո հասկացա, որ այս ջրից լավը չկա։ Եղել է նույնիսկ դեպքեր, որ ջրից վատացել են մարդիկ, խանութի ջրից, հա, որ գնել են ու ինֆորմացիա է եկել օրինական, որ հետ վերադարձրեք ջրերը, որովհետև ջրի մեջ չգիտեմ ինչն է ավել, ինչն է պակաս վտանգավոր ախնելու համար ու մարդիկ վատացել են, փորլուծություն, սրտխառնոց, մի խոսքով այդպես լիքը բաներ, բայց ոչ մենք նենց որ ամեն տեղի ջուրը չի, որ խմելու է, բայց տեղինը խմելու է արդեն քանի տարի է, ստեղ ենք ապրում 8 տարի է այս շենքում ենք, չէ, 6 տարի շենքում, 2 տարի էլ են դիմացի շենքում, ով է յաման, ումից էիր խոսում,
Քոքունն էլ է տանում։ Չէ, սամն ասում, դու սա գնացի։ Տունը չի սանում։ Չէ, ստամստունն ու ստունը չի։ Աբու, երևի դրա համար էր հարցնում, բա դուք ուր եք հասել։ Քեզ դու չես երևում ախրին օրի։ Մի խոսքով ջուրը կարելի է խմել, հիմա մի հատ անջատեմ նանեն գա կուխնյա վիզիտ անի, հետո կմիանամ ձեզ։ Ես մենա վիդեո ենք անում։ Всё, կոֆեն եփեց, հիմա մենք մեր բալկոնի բացումն ենք անում։ Դու բալկոնի կոֆե չես խմել։ Անցած Ես էլ տարի։ չեմ խմել։ Անցած տարի չէ։ Անցած տարի։ Անցած տարի բալկոնում չենք նստել, որտեղ անցած տարի հենց այն որ ասում ա ուշքի եկան որ պիտի բալկոն նստեին, գնացինք Հայաստան, կարելի ասել։ Հետո եկան գնացին գործի։ Ոնց որ մենք բալկոն անցած տարի չենք նստել։ Պատկերացնում եք, մարդը իր բալկոն չհենի չի նստի։ Երեկին էսան ասում ես իշլեն բալկոն ունես։ Հա, իրոք, կարող է վիդեո մեջ տես չերևա, բայց ինքը բավականին մեծ ուրեմն բալկոն է։ Այսենց։ Դե պարդես տարի։ Դե բալկոն է։ Պատիեստ։ Ու ասում եմ նա ինչ հիմա պարդես դե բարը, դե պարդես։ Հա, չեմ լսել։ Տանիք դատա։ Կսիմա ինձ ես բերե։ Նայստե։ 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 Այն անդե ատենում։ No, դու նայստե։ Ում ես տենում։ Ինձ։ Իրա համար եմ բերե։ Ինչ հավես է։ Մեր պաղպաղագն ուտենք, կոֆեն խմենք։ Ոյ, երկար օր էր։ Ֆրանսիա միշքան գյուղ կար ու Իսկականից։ ասում ես գյուղ, բայց ինձ ակուրատնյա մակուրա ու Հավ։ Իրոք նայում ես, ասում ես ստեղի գյուղերը, որ շատ մեր Հայաստանի քաղաքներից ավելի լավ վիճակում է։ Էդի քաղաքապետարանին ասենք, որ լսեն ու մի բան ձեռնարկեն այդ ճանապարհները, թե ամեն ինչը։ Կովերի նայում ես, ոնց որ ամեն օր դուշ անել։ Մաքուր են ոնց որ Իսկականից։ Անեց համով մաքուր կովեր էին, բա որ ասում Դա մե համոզ Հələ չեք փորձե համով։ ասում եմ նանիք նայի մեկնա ես մինչև այդ ինչ տեսա իշուկ տեսա չէ իշուկ տեսա Արմենին ասում եմ ձիասի թե կով չեմ հիշում նանիքն էլ կովերին տեսա ասում է հերվից ասում ես ինչ լավ խոզուկներ են ասում ոնց արևում ու աղջիկն ես ես ուրիշ բան ասի դու ուրիշ բան Իմիջալոց հարցնում եք, ես մեր պիսոներին ոնց եմ լողացնում։ Ժողովուրդ, մեր պուջուր պիսոն, ինչ մեր տունն է, ինքը լողացած ընդհանրապես չկա։ Այսինքն մենք իրան անձամբ չենք լողացրել։ Նախ որովհետև ինքը դուրս չի հելնում ընդհանրապես։ Ինքը տան պիսի կա։ Դե ուտի։ Ասում ավշան։ Հա, ինքը մաքուր է ինքը իրանով, հետո իրանք հատուկ նենց են ստեղծվել, կարելի ասել Աստծո կողմից, որ իրանց այդ լեզվի վրա իրանց անհրաժեշտ նյութերը կա, որի շնորհիվ իրանք իրանց լավ մաքրում են, սանրում են, լվանում են։ Դրա համար իրան լողացրած ընդհանրապես չկա։ Ինքը շատ մաքուր փիսի կա։ Նույնիսկ որ տեղ են գնում երկար ճանապարհ, անշնորհ բաներ չի անում, բայց մեծ փիսոն, տղա փիսոն։ Կագլա փիսոյա, որ ճանապարհ են կեթում, վախից, ստրեսից վախից տակն է անում։ Ու դրա իսկ պատճառով մենք ճանապարհին կանգնում ենք, մի հատ իր այդ ամանի մեջ փոխում ենք, մաքրում ենք ու հենց տեղ ենք հասնում անպայման լողացնում նորմալ, սովորական։ Մտցնում եմ դուշ, եթե պետք է մեկը վզի մասից մի թեթև բռնում է, որ այս կոմ են կոմ չանի, ու արագ կամ իրանց անհրաժեշտ ծախում են շամպուններով, կամ էլ եղել է, որ հենց մեր շամպունով էլ լողացրել են, ոչ մի բան չի անում, բայց նենց է կանում աչքերին էս ականջների մեջ հանկարծ ջուր չլցվի, որ ականջների մեջ ջուր լցվավ կարասատկի, որտեղ սկսում է ցավալ ու չեն իմանում։ Այնպես որ այդպես։ Ասում էին երեխեքին բալկոն են թողել, կարային ընկնեին, ասեցի որ սև կային քաշե։ Որովհետեւ մեծ ցանկության դեպքում էլ չեն կարող ընկնեն։ Երկաթից է կարող ընդհանրում։ Նենց որ այսպես ժողովուրդ։ Երեխեքին էլ կարանք մենակ թողենք բալկոնում, կատուներին էլ։ Դո բալկոնում էլ տունն է, գիտեք ինչի։
որտեղ երբ որ մենք նոր տեղափոխվանք, մեր երեխեքը փոքր էին, համեմատաբար փոքր էին, ու մենք ունեինք ընտրություն կուխնյայում գազի պլիտա ունենալ, թե էլեկտրական։ Ու մենք ընտրեցինք էլեկտրական պլիտա, որ նույնիսկ եթե երեխեքը մենակ ինչ-որ բան որոշեն պատրաստել, մենք չվախենանք, որ գազը կարող է չանջատեն կամ միացնելուց չհասցնեն ու գմփա օրինակի համար։ Դրա համար այդ կողմից էլ ապահովներ տունը։ Չէ, դե հիմիկվա գազի պլիտեքը ապահովեն, բայց գազը մեկ է։ Ամեն դեպքում էլեկտրականից ապահով չկա։ Հետո իրան որ կպնես, ինքը եթե գազտուրկա չկա վրան, ինքը պլիտան չի միանում, չի տաքանում։ Այսինքն ինչքան էլ փորձես միացնես, մինչև չդնես թավան կամ կաստրուլան վրան, ինքը չի աշխատում։ Ու հենց վերջին ինքը ավտոմատ անջատվում է առանց իր անջատելու դաժե։ Չէ՞ Լունա։ Լունան գնում գալիս է։ Այդեն ժողովուրդ, դե ինչ, դե երևի ձեզ ասենք ցտեսություն, սենց կարճլիկ, պստլիկ վլոգ եղավ, գնալ գալով։ Մնանք բարով, մենք էլ մեր սուրճը վայելենք։ Գնանք պորկեն քնենք։ Չէ, չենք քնի, մի հատ կինո մի բան միացնենք, նստենք նայենք, չէ՞։ Հա։ 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 Ուր ես ուզում գնաս, արստի։ Միջալոց վերևը փիսոյ ապրում։ Լուդան սենց սետկայի վրայով, լումա, հետո տերմա չի կարում, հետո նորից իջնում է։ Հետո դելա, մենակ բարով։ Ծաղիկս առանց ջրի